Ողջույն բոլորին։ Մենք հիմա գտնվում ենք հսկայական, հին և կախարդական մի վայրում, Պրահայի ամրոցում, տեղացիների լեզվով ասած Պրաժսկի հրադում։ Պրահայի ամրոցը հիմնադրվել է 870 թվականին։ Դա նշանակում է, որ ամրոցը ավելի քան 1150 տարեկան է։ Սկզբում այստեղ կային մի փոքրիկ եկեղեցի և մի քանի շենքեր թագավորի համար։ Ժամանակի ընթացքում այստեղ կառուցվեցին եկեղեցիներ, պալատներ, պահակատներ և գաղտնի ուղիներ, որ կարողանան թագավորները փախչեն պատերազմի ժամանակ։ Հիմա ես երազանք կպահեմ, ես կոպեկը կգցեմ ջրի մեջ։ Ամրոցի ընդհանուր մակերեսը մոտ 70,000 քառակուսի մետր է։ Մեծ է մոտավորապես 10 ֆուտբոլի դաշտ միասին։ Այդ պատճառով Գինեսի ռեկորդների գրքում այն գրանցված է որպես աշխարհի ամենամեծ հնագույն ամրոցը։ Այստեղ ապրել են Չեխիայի թագավորները, հռոմեական կայսրության կայսրերը, այժմ Չեխիայի նախագահը։ Այսինքն այս ամրոցը միշտ եղել է երկրի կենտրոնում, թե իշխանության, թե պատմության։ Պրահայի ամրոցը միակ տեղն է, որտեղ դու կարող ես քայլել միջնադարով, տեսնել թագավորների ժառանգությունը, շնչել պատմությամբ լի օդը ու մի պահ մոռանալ, որ 21-րդ դարում ես։ Սուրբ Վիտուսի տաճարը ամրոցի սրտում է, կառուցվել է ավելի քան 600 տարվա ընթացքում, սկսել են 1344 թվականին, ավարտել միայն 1929-ին։ Այստեղ թաղված են թագավորներ, սրբեր և պահվում են Չեխիայի թագավորական թագերն ու գանձերը։ Հետաքրքիր փաստ, թագը պահվում է 7 բանալիներով և դրանք պահում են տարբեր պաշտոնյաներ, ոչ ոք չի կարող բացել գանձատունը մենակ։ Մեր այցելության ժամանակ թանգարանը փակ էր, ուստի չկարողացանք ներսում նկարահանումներ անել։ Իսկ հիմա ձեզ թողում եմ մենակ, որպեսզի վայելեք այս շքեղ ճարտարապետության ժառանգությունը։ Այժմ մեր քայլերն ուղղում ենք դեպի թագավորական այգիներ, որտեղից երևում է ամբողջ Պրահան իր յուրահատուկ կարմիր տանիքներով։ Այստեղ արդեն երեխաների տոնի կապակցությամբ սկսել են միջոցառումներ կազմակերպել։ Մենք այստեղ ունենք արդեն 2 թուղթ։ Այստեղ տեսնում ենք Պրաժսկի հրավի տեղաշարժման քարտեզը։ Մենք թուղթ, որի վրա գրած են 20 առաջադրանքներ։ Եվ մենք պետք է գտնենք դրանցից 10 կատարենք, որ ստանանք անակնկալ։ Եկեք միասին կատարենք։
Հենց առաջի տաղավարում մեզ հյուրասիրեցին չեխական նրբերշիկներ, որոնք մենք ինքներս պետք է խորովենք կրակի վրա։ Հետո գնացինք ճաշակելու մեր պատրաստած նրբերշիկները։ Ես առանց հաց երևի։ Այստեղ ես ու Մոնթեն արագ հացներ ենք ուտում, քանի որ շատ էինք քալել եւ շատ քաղցած էինք, ոնց որ արջը առանց մեղրի։ Երեխաների տոնի կապակցությամբ շատ հետաքրքիր խաղեր էին կազմակերպել, մենք հասցրեցինք 12 նշաններ հավաքենք եւ քանի որ ուշ էր մենք չհասցրեցինք ստանալ մեր մրցանակը։ Он տոս խփեց։ Օտար հողում տնկած ծառը օտարինն է, քոնը չէ, թե մոռացար քո բարբառը, քո մայրենին, քոնը չէ, միլիոնների հարստություն ունենաս էլ քոնը չէ, թե չունեցար հայրենի տուն, քո հայրենին, քոնը չէ, ում ես թողնում հողդ եղբայր, հողն օտարի, քոնը չէ, մայր հայրենի եւ մայրը սուրբ ընտրովի չեն, կամքով չեն, թե ծով չունես, գետերդ անզուսպ ուր էլ թափվեն, քոնը չեն։ Շատ գեղեցիկ է, այս վայրը իմ ամենասիրած վայրերից մեկն է Պրահայում, քանի որ այստեղից կարող ես տեսնել ամբողջ Պրահայի ամրոցի մասին։ Դե ինձ մենք գնանք բացահայտենք ավելի հետաքրքիր վայրեր Պրահայում, դուք չմոռանաք բաժանորդագրվեք ալիքին, դնեք լայք, եւ դնեք զանգակի կոչակը, որ բաց չթողեք հետագա ավելի հետաքրքիր վիդեոները։ Պակա, ես բոլորը շատ սիրում եմ։